Սպիտակ տանը կայացած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ Իբն Սալման Ալ Սաուդի հանդիպումը նշանավորվեց երկու երկրների միջև հարաբերությունների խոշորացմանն ուղղված մի շարք կարևորագույն հայտարարություններով։ Վաշինգտոնում կայացած պերճաշուք հանդիպման նպատակն էր ընդգծել Ռիադի հետ ռազմավարական գործընկերության նոր մակարդակը։ Չնայած լրագրող Ջամալ Խաշոգչիի 7 տարի առաջ Ստամբուլում Սաուդյան պետության հյուպատոսարանում տեղի ունեցած դաժան ու աղմկոտ սպանության շուրջ առկա հակասություններին։ Այսօր երեկոյան ես ուրախ եմ հայտարարել, որ մենք մեր ռազմական համագործակցությունը հասցնում ենք ավելի բարձր մակարդակի, Սաուդյան Արաբիային պաշտոնապես տրամադրելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի կարգավիճակ, ինչը շատ կարևոր է նրանց համար։ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի նոր դաշնակցային կարգավիճակն ամրապնդվեց ռազմավարական պաշտպանական համաձայնագրի ստորագրմամբ և թագավորությանը F-35 կործանիչներ վաճառելու պատմական որոշմամբ։ Տնտեսական ոլորտում Սաուդյան Արաբիան պարտավորվեց Միացյալ Նահանգներում իր ներդրումների ծավալը հասցնել $1 տրիլիոն, կենտրոնանալով արհեստական բանականության և միջուկային էներգետիկայի վրա։ Նախագահ Թրամփը բարձր գնահատեց թագաժառանգի բարեփոխումները, դրանք ժամանակակից հրաշք անվանելով։ Հանդիպման լայնածավալ նշանակությունն ընդգծում էր ընթրիքի հյուրերի բազմազան կազմը, որտեղ ներկա էին Իլոն Մասկը, Վաշինգտոն այցի ընթացքում արքայազնին ուղեկցող ժամանակակից ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանո Ռոնալդոն և բարձրաստիճան քաղաքական գործիչներ։ Ռոնալդոյի ներկայությունը խորհրդանշում էր սպորտի միջոցով Սաուդյան Արաբիայի համաշխարհային ազդեցության մեծացման ուղղված ջանքերը։ Ռազմավարական մերձացման ֆոնին, սակայն չէր կարող աննկատ մնալ լրագրող Ջամալ Խաշոգչիի սպանության հարցը։ Շատերի կարծիքով թագաժառանգի այցի հիմնական նպատակներից մեկը 2018 թվականի այդ դաժան սպանությունից հետո իր վարկաբեկված միջազգային իմիջի վերականգնումն էր։ Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը նախագահ Թրամփը պաշտպանել է թագաժառանգին։ Ինչ վերաբերում է այս պարոնին, նա ֆենոմենալ աշխատանք է կատարել։ Դուք նշում եք մեկին, որը չափազանց հակասական անձնավորություն էր։ Շատ մարդիկ չէին սիրում այդ պարոնին, որի մասին խոսում եք, անկախ նրանից դուք նրան սիրում եք թե ոչ։ Ինչ որ բաներ պատահեցին, բայց մեր հյուրը դրա մասին ոչինչ չգիտեր, եւ մենք կարող ենք սրանով ավարտել։ Պետք չէ նման հարց տալով անհարմար դրության մեջ դնել մեր հյուրերին։ Թրամփի այս խոսքերին արձագանքել է Ջամալ Խաշոգչիի այրին, Հանան Էլաթր Խաշոգչին, որն իր խորը վիշտն է հայտնել նախագահի բնութագրման կապակցությամբ։ Ես ինձ շատ վատ զգացի, որովհետև Դոնալդ Թրամփը նկարագրեց ուրիշ մեկին, ոչ թե Ջամալին։ Եվ ես կցանկանայի մի օր հանդիպել նախագահ Թրամփի հետ եւ նրան ներկայացնել իսկական Ջամալին։ Նրա հետ կիսվել, թե ով էր իսկական Ջամալը, որքան անկեղծ, քաջ, հիանալի մարդ է նա եղել։ Ինքը թագաժառանգ արքայազն Մուհամմադ Բին Սալմանը նույնպես անդրադարձել է թեմային, տեղի ունեցածը որակելով հսկայական սխալ։ Ինչ վերաբերվում է լրագրողին, իսկապես ցավալի է լսել։ Գիտեք, երբ որևէ մեկը կորցնում է իր կյանքը առանց որևէ իրական նպատակի կամ ոչ օրինական ճանապարհով, եւ դա ցավալի է եղել մեզ համար։ Մենք Սաուդյան Արաբիայում ձեռնարկել ենք հետաքննության բոլոր անհրաժեշտ քայլերը եւ բարելավել ենք մեր համակարգը, վստահ լինելու համար, որ նման բան այլևս տեղի չի ունենա։ Դա ցավալի ու հսկայական սխալ էր, եւ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն այլևս չկրկնվի։ Այցը տեղի էր ունենում ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Դրանից մեկ օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել էր Միացյալ Նահանգների կողմից մշակված բանաձևը, որը հավանություն էր տալիս Գազայում պատերազմը դադարեցնելու նախագահ Թրամփի ծրագրին եւ լիազորում էր Պաղեստինյան անկլավում միջազգային կայունացնող ուժերի տեղակայումը։ Ծրագրով նախատեսվում էր ստեղծել Գազայի խաղաղության խորհուրդ Թրամփի նախագահությամբ, որը կվերահսկի տարածքի վերակառուցումը եւ ապառազմականացումը։ Այս նախաձեռնությունը, որին դեմ է արտահայտվել Համասը, ցույց է տալիս Վաշինգտոնի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, որտեղ Սաուդյան Արաբիան դիտարկվում է որպես առանցքային գործընկեր։ Դավիթ Գենջոյան, Open Media։